Պարոն Խաչատրյան, ինձ հետաքրքրում է բանակում ծառայությունը կրճատելու այդ նախագիծը, ձեր կարծիք երկու անգամ արդեն նախաձեռնություն եղել է եւ փաստորեն հնարավոր է եղել խուսափել դրանից։ Հիմա այս երրորդ նախաձեռնությունը ձեր կարծիքով։ Դուք նկատի ունեք մեկ ամիս ծառայելու դիմաց։ Այո, ես նկատի ունեմ ձեր կարծիքով այդ նախագիծը եթե ընդունվի ինչ հետևանքներ կունենա եւ երկրորդը հնարավոր է այս անգամ էլ քանի որ երեք նաեւ խմբակցությունում իշխող խմբակցությունում քննարկում է եղել, կարծես թե այնտեղ էլ բոլորը չէ որ համաձայն են, հնարավոր կլինի խուսափել այս նախագծից։ Կարծում եմ երկրորդ մասին երևի երկրորդ հարցի հասցեատերը ինձ հաջորդելու է, իրան պետք է ուղեք, իրանց ներսում ինչ խմորումներ են տեղի ունենում, չգիտեմ, օրենսդրական նախաձեռնության հեղինակն էլ մի 20 մետր հեռավորության վրա նստած։ Սա խայտառակ նախաձեռնություն է, մի ամսվա ընթացքում զինվոր չեն դառնում, մանավանդ այս պայմաններում, երբ զինվորի մասնագիտությունը ֆիզիկական եւ մասնագիտական մեծ պատրաստվածություն է նախատեսում, չի մի ամս ծառայելով ելի եմ ասում, զինվոր չեն դառնում, դա ուղղակի նշանակում է փողը տալ, բանակ չգնալ։ Եվ ինչով են հիմնավորում, դե կոռուպցիա կա, կաշառքով են ազատվում, հիմա սենց գոնե օրինական կվճարեն, դրանք ովքեր ծառայում են, ավելի շատ փող կստանան։ Այսինքն ընդունում են, որ իրենց իշխանավորման 8-րդ տարվա ընթացքում չեն կարողացել համակարգային կոռուպցիան արմատախիլ անել։ Չնայած դեռևս 2018 թվականի օգոստոսի 17-ին 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից հայտարարում էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա։ Իսկ սա ինչ է նշանակում այս օրենքը, նշանակում է, որ ով որ փող չունի, ստիպված պիտի լինի գնա ծառայելու, իսկ ով որ փող ունի, կյանք կվայելի։ Ստեղծում են բանվորագյուղացիական կարմիր բանակ, որը վերջը տապալեց բուրժուազիային։ Այնպես որ բանվորագյուղացիական կարմիր բանակը եւ ընդհանրապես իրենց վարած սոցիալական քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը սոցիալական բունտ կառաջացնի, որոնք իրենք չեն կարողանա սանձել։ Նույն հարկային քաղաքականությունը նայեք։ Նույն վերահսկողական կամ ավելի շուտ ինստիտուցիոնալ քաղաքականությունը, որոնք ամբողջովին ի նպաստ խոշոր բիզնեսի են, կարգավորման քաղաքականություն են նկատի ունի։ Այս ամեն ինչը բերելու է նրան, որ Հայաստանում հարուստների եւ աղքատների միջև անդունդը թե լայնանալու է, թե խորանալու է։ Իսկ մարդկության փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ կա անդունդ, անցում չեն կատարում։